10 տարի անց քառորյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները եռաբլուր չգնացին։ Վաղ առավոտյան Հայաստան դաշինքի պատգամավորները ծաղիկներ խոնարհեցին հերոսների հիշատակին։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չէր միացել թիմակիցներին։ Ապա Արցախի 5-րդ նախագահը այցելեց եռաբլուր։ Իրենք են եղել քաղաքական եւ դիվանագիտական առաջնագծում եւ հենց իրենց գործողությունների շնորհիվ է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում եւ հայ ժողովուրդը կորցրել է Արցախը եւ օկուպացված է այսօր Հայաստանի Հանրապետության զգալի տարածքներ։ Քառորյա պատերազմի ժամանակ Հայաստանի նախագահ եղած Սերժ Սարգսյանը նույնպես եռաբլուր չայցելեց։ Բավարարվեց իր անունից ծաղկեպսակ ուղարկելով։ Զոհված հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ուժեղ Հայաստան կուսակցության անդամները։ Խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը եւ կուսակիցները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան բոլոր պատերազմներում անմահացածների հիշատակին։ Եռաբլուրն այսօր ողջ օրը մարդաշատ էր։ Միքայել Հաջյանը հայրենիքին է տվել իր երկու որդիներին, մեկին ապրիլյան քառորյայում, մյուսին 44-օրյա պատերազմում։ Այսօր նա ասում է. Արցախ վերադարձ լինելու է։ Իմ երազանքն է, որ պետք է իրականանա, դա Արցախ վերադարձն է եւ առաջին հերթին ես պետք է խոնարհվեմ իմ զավակների եւ բոլոր այն նահատակների շիրիմներին, ովքեր մնացել են այնտեղ։ Ինձ համար գույք կամ թե ինչ թողել եմ ես այնտեղ, դա ինձ համար էական չէ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։